Այս օրերի ընթացքում, երբ մենք հանդիպում ենք մեր համակարգացիների հետ, երբ հետաքրքրվում ենք ինչի կարիք ունեն, ինչ են պատկերացնում, ոնց են պատկերացնում, ինչպես են ամենակարևորը պատկերացնում, մեր բնակչության մեծ մասը առաջնային խնդիր նշել է աշխատանքի խնդիրը, աշխատատեղի խնդիրը։ Այո, աշխատանքը գյումրեցու համար շատ կարևոր է։ Շատ կարևոր է ու նաև հիշելով մեր նախկին արդյունաբերական հզորությունները ես օրինակ պատկերացնում եմ մեր արդյունաբերական նախկին հզորությունների վերականգնումը հետևյալ հաջորդականությամբ նախ Գյումրին պետք է ունենա համայնքապետ որը բանակցություններ վարելու, թիրախային գոտիները ճիշտ տեղորոշելու եւ Գյումրիի արտադրանքի համար սպառման նոր շուկաներ գտնելու ունակություն ունենա։ Տեսեք, մեր տնտեսական ամենամեծ ու ամենակարևոր դաշնակիցը Ռուսաստանն է։ Ստավրոպոլի, Կրասնոդարի ու Ռոստովի հատվածներում, այդ մարզերում ապրում է մինչև 15 միլիոն մարդ, որոնց մեջ զգալի հատված են կազմում մեր հայրենակիցները։ Օգտագործելով մեր տնտեսական համաձայնագրերի հնարավորությունները, անձամբ գնալու եմ, հանդիպելու եմ այդ մարզերի ղեկավարների, քաղաքապետերի հետ եւ բանակցելու եմ, խնդրելու եմ այդ մարդկանց իրենց մարզերում առաջնային սպառման հնարավորություն տալ Գյումրիի արտադրանքին։ Տեսեք, ներդրողը, որը որ իմանա, որ գալիս է Գյումրիում ներդրում է անում, այն քաղաքում, որտեղ համայնքապետը, համայնքապետարանը իր հետ ձեռքի է քայլելու, որը իմանալու է, որ երբեք իր խնդիրների հետ միայնակ չի մնալու, պնդում եմ, որ մենք որպես քաղաքի կառավարման օղակ երբեք միայնակ չենք թողնելու իր խնդիրների հետ, ոչ նախկինում ներդրում արած մեր ընկերներին ու համակարգացիներին կամ դրսից ներդրում արած մարդկանց, ոչ ապագայում միայն այդ կերպ է հնարավոր հոգացություն տանել, ստեղծել հնարավորություն, որ մարդու համար այս քաղաքը հետաքրքիր լինի։ Մենք աստիճանաբար վերականգնելով մեր ավանդական արդյունաբերական հզորությունները նաև իհարկե զարկ ենք տալու տնտեսական նոր ճյուղերին։ Ընդհանրապես մեր դաշնակցային կապերը մենք օգտագործելու ենք եւ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար եւ քաղաքի համաչափ զարգացումը ապահովելու համար։ Թվում է թե այս երկու ոլորտները ինչ կապ ունեն դրա հետ։ Կոնկրետ օրինակ, տեսեք, մենք ունենք Կազաչի-Պոստ թաղամաս։ Կազաչի թաղամասում կամ մսի կոմբինատ թաղամասը, որոնք գլոբալ առումով կտրված են քաղաքից եւ խնդիրներ ունեն ենթակառուցվածքների եւ ընդհանրապես տուրիստական հոսք է այնտեղ հասցնելու հետ կապված։ Կազաչի թաղամասում մենք ունենք եկեղեցի, հին ռուսական եկեղեցի Սուրբ Արսենի անվան։ Գնալու ենք, բանակցելու ենք Ռուսաստանի հարավի կազակական կազմակերպությունների հետ, համայնքների հետ, բերելու ենք Գյումրի այդ մարդկանց, միասին վերակառուցելու ենք այդ եկեղեցին, ստեղծելու ենք հստակ հարաբերություններ, եկեղեցին վերակառուցելու հետ մեկտեղ, համայնքը, ենթակառուցվածքներն է ստեղծելու այնտեղ, ասֆալտապատում ենք անելու, տարածքը բարեկարգելու ենք, բարեկարգված տարածքի եւ արդեն գործող եկեղեցու հետ ստեղծված հարաբերությունների արդյունքում զարկ ենք տալու պատմական ու կրոնական զբոսաշրջությանը։ Մեծ հոսք ենք ապահովելու Ռուսաստանի հարավից դեպի այդ թաղամաս։ Ավտոմատ այդտեղ ստեղծվելու են սպասարկող ենթակառուցվածքներ, հյուրատներ, սլավոնական ուղղվածության ռեստորաններ, թաղամասը սկսելու է շնչել։ Զբոսաշրջիկը գնալու է, հասնելու է այդ թաղամաս։ Շատ զբոսաշրջիկը դա շատ փող է, իսկ շատ փող մեր քաղաքին միանշանակ պետք է։ Զարգանալու են սպասարկման բոլոր ոլորտները։ Նույնը անելու ենք մսի կոմբինատ թաղամասի հետ։ Ստեղծելու ենք տուրիստական այնպիսի մի վայր, որը տեսնելու համար զբոսաշրջիկը անպայման այդ ճանապարհը անցնելու է ու գնալու է, հասնելու է այդ թաղամաս։ Մենք Գյումրին ընդհանրապես դիտարկում ենք որպես արդյունաբերական, տեխնոլոգիական եւ զբոսաշրջային կլաստեր։ Այս երեք ուղղվածություններին շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու։ Զբոսաշրջիկը քաղաք գալիս է ոչ թե լավ ասֆալտ տեսնելու համար։ Զբոսաշրջիկը ինչ որ մի X տեղ գնում է, եթե այնտեղ կա իրադարձություն, որը իրեն հետաքրքիր է։ Մենք մեր թիմով մշակել ենք մեծ իրադարձային փաթեթ։
12 ամիսների ընթացքում Գյումրի զբոսաշրջիկների մեծ հոսք են ապահովելու, օգտագործելով մեր մարքեթինգային ունակությունները, օգտագործելով մեր մեդիա հնարավորությունները եւ իհարկե մեր գործում շատ համոզիչ լինելով, որովհետեւ մենք ինքներս Գյումրիում հանդիսանում ենք ներդրողներ, որոնք իրենց բիզնեսը հասցրել են այնպիսի մակարդակի, որ ոլորտում նույնիսկ 50-60% էսպայի դրությամբ անկում ունենալով մեր մոտ անկումը շատ աննշան է։ Դա նշանակում է, որ մենք շատ լավ պատկերացնում ենք այն ոլորտը, որի մասին մենք խոսում ենք։ 12 իրադարձություն, որոնք տեղի են ունենալու ոչ թե մեկ օր, այլ սկսվելու են ուրբաթ օրվանից եւ զբոսաշրջիկին հնարավորություն են տալու, որ ինքը ոչ թե գա մեկ օրով, տեսեք, գիշերակացով Գյումրիում մնացող զբոսաշրջիկների քանակությունը 70%-ով նվազել է։ Իսկ մենք ստեղծելու ենք հնարավորություն, որպեսզի այդ մարդիկ ուրբաթից կիրակի նվազագույնը 2 գիշերակացով Գյումրիում մնան։ Դա նշանակում է, որ հյուրանոցային բիզնեսն է աշխատելու, դա նշանակում է, որ սպասարկման բոլոր ենթակառուցվածքները աշխատելու են։ Գյումրին ընդհանրապես դառնալու է տարածաշրջանի իրադարձային ամենահաջամ ցավը տանեմ, հետո ցավասար խոսում ես, ճիշտ ես անում, սա քո համար ենք, միացապահություններ մեր փոքրիկին, հա։ Մեր քաղաքը երիտասարդ է լինելու, մեր քաղաքը երիտասարդների համար է լինելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երիտասարդները իրենց քաղաքով ոչ միայն հպարտանան, լոպազանան, գլուխ գովելու քաղաք ունենք, բայց ինքը երիտասարդի համար մշտապես վերադառնալու ցանկություն պիտի առաջացնի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երիտասարդները տարվա ընթացքում 3 տաղանդավոր շնորհաշատ երիտասարդ ենք ընտրելու արտար ազնիվ ընտրությունների միջոցով պարզ ու թափանցիկ։ Եվ հնարավորություն ենք տալու իրենց սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում, ֆինանսավորելու ենք իրենց ուսումը։ Ուսումից հետո չենք պարտադրելու, որ միանգամից վերադառնան, այլ պրակտիկ դաշտում նախ իրենք պիտի կայանան, որպես լավ մասնագետներ։ Եթե դա պահանջում է նույնիսկ 10 տարի մնալ, կայանալ, լավ մասնագետ դառնալ, այո, աշխատել գումար եւ այդ աշխատած գումարով նոր վերադառնալ սեփական քաղաք, անել ներդրում, զարգացնել քաղաքը եւ քո փորձը փոխանցել արդեն նոր սերունդին։ Մեր քաղաքը սոցիալական արտարության խորհրդանիշ ենք դարձնելու։ Մեր քաղաքում սոցիալական կարիքից դրդված չպետք է լինի երեխա, որը սոցիալական կարիքից դրդված դպրոց չգնա, գումար չունենալու կամ կոշիկ չունենալու պատճառով։